Շնորհակալություն, հարցը ուղղված է Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակային աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանին կատարված երկու զիջումներից մեկը, վերջին զիջումների մասին է խոսքը, վերաբերում է միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը ետ քաշելուն։ Հիշեցնեմ մեր հանրությանը, որ դրանք վերաբերում են ադրբեջանական ցեղասպանական գործողություններին, Արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Մի քանի առիթներով դուք, պարոն Փաշինյան եւ արտգործնախարարը ակնարկել եք միջազգային հանրության անտարբերության, ինչպես նաեւ Արցախի հարցում հակուղայնության մասին։ Սակայն նվազագույնը վերջին շրջանում մի քանի միջազգային փաստաթղթեր կան, որոնք բավական լուրջ քաղաքական ներուժ ունեն Արցախահայության իրավունքները պաշտպանելու համար։ Դրանց թվում են միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 23 թվականի ժամանակավոր միջոցները եւ Եվրոպական խորհրդարանի 2 եւ հատկապես վերջին բանաձևը, որը ադրբեջանական գործողությունները գնահատում է իբրև էթնիկ զտում եւ նաեւ կոչ է հողում ապահովել հայերի անվտանգ վերադարձը, պահանջում հայ գերիների ազատ արձակում։ Շվեյցարական նախաձեռնությունը եւս գնահատելի է եւ հակառակ Ալիևի այն պնդումներին հռետորաբանությանը, թե Արցախյան հարցը փակված է, այնուամենայնիվ Շվեյցարիան պատրաստական է բանակցային հարթակ տրամադրել եւ կարեւորում է հայ գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը կարեւորում են Մայքլ Վոլցը, ԱՄՆ անվտանգային հարցերով խորհրդական նախագահի, Անիտա Հիպերը եւ արտաքին հարաբերությունների անվտանգության հարցերով գլխավոր խոսնակը։ Կարող է էլի փաստեր բերել, բայց ձևակերպեմ հարցս։ Ինչպես է պատրաստվում իրացնել այս գործիքները Հայաստանի կառավարությունը, քաղաքական կապիտալը կամ միջազգային քաղաքական կապիտալը, ես այդպես կասեի, կառավարությունը եւ շատ ավելի կոնկրետ, ինչ գործողությունների ծրագիր է մշակել Հայաստանի Հանրապետության կառավարությունը գերիների վերադարձի ուղղությամբ։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան հարցի համար, գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու, որովհետև այն գործիքակազմերը, որոնք նախկինում մենք կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել եւ ապագայում էլ պիտի կիրառենք, դա շատ կարեւոր հարց է, որը մեզ անհանգստացնում է, որպես հումանիտար հարց, որպես քաղաքական հարց, որպես կարևոր թեմա տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու վերաբերյալ, ինչ վերաբերվում է ձեր բառամթերքին, զիջումների մասին, ես ուզում եմ կրկին ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գետ մի նախադասություն, որը վերաբերվում է կամ պարտավորություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար եւ պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի Հանրապետության համար։ Այդպիսի որևէ բառ նախադասություն, բառակապակցություն պարզապես գոյություն չունի։ Եվ ընդհանուր առմամբ իրադրությունը գնահատելու համար ես կարծում եմ, որ մենք ունենք մի շատ կարևոր խնդիր։ Մենք ինչի մասին ես նախկինում խոսել եմ, մենք ընդհանուր առմամբ պետքա ավելի լավ ճանաչենք այն աշխարհը, որում ապրում ենք, այն կանոնները, որոնք գործում են այդ աշխարհում, այն միջավայրը, որում մենք գործում ենք, ֆունդամենտալ առումով դուք գիտեք եւ դա եղել է հրապարակային, ըստ էության վերջին տարիները մեզ համար հենց այս նպատակին են ծառայել, որպեսզի մենք տեսնենք, թե որտեղ է, որ մենք բավարար չափով չենք ճանաչում այն միջավայրը, որում գործում ենք եւ ինչ պետք է անենք, որպեսզի միացրեք պարոն Եղոյանի բարձրախոսը։ Այդքանը։ Պարոն Փաշինյան, շատ տխուր է, եթե ոչ մի բանի մասին
ճիշտ ասած երևի ձեզ օգնեց այս ինչ որ անպատասխան զանգը, որ ավարտեք ձեր ոչինչ ասող խոսքը, բայց նախ ուզում եմ